Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Լիլիթի և Միքոյի միջև երկար ժամանակ վառվող լարվածության կայծերն ի վերջո հանգչում են, երբ Լիլիթը լցված անկեղծությամբ գրեթե սիրո խոստովանություն է անում Միքոյին։ Նա մեղմորեն բացահայտում է իր զգացմունքները, թողնելով կասկածի որևէ տեղ չլինի։ Այս խոստովանությունը բավական է, որ Միքոն վերջապես համոզվի. Լիլիթի և Հայկի միջև երբեք ոչինչ չի եղել, այլ ընդամենը թյուրիմացությունների շղթա, որը հիմա վերջնականապես խզվում է։ Նրանք հաշտվում են, վերագտնելով ջերմություն ու վստահություն միմյանց հանդեպ։ Միաժամանակ Արմոն շարունակում է խաղալ իր սուսերամարտը երկու ճակատով, խառնակցության դասական ձեռագրով։ Նա Վռամին վստահորեն ասում է, թե պետք է որոշում կայացնեն գրասենյակի հետ կապված մի կարևոր հարցի շուրջ, բայց այնպես, որ Սաքոն չիմանա, իբր նրան խնայելու համար։ Վռամը դեռ թերահավատորեն, բայց վստահելով համաձայնում է։ Սակայն Արմոն նույն խաղը կրկնում է Սաքոյի հետ, խոսելով առանց ակցիս ապրանքի վաճառքի մասին, կրկին շեշտելով, որ Վռամը չպետք է տեղեկանա, եւ հենց այդ պահին ամեն ինչ բացահայտվում է։ Վռամը պատահականորեն մտնում է գրասենյակ եւ լսում Արմոյի խոսքերը, սառեցնելով մթնոլորտը։ Նա զարմացած հարցնում է, ինչ է կատարվում, բայց Արմոն իր սովորական քաղցր լեզվով ու խորամանկությամբ միանգամից փոխում է խոսակցությունը, շեղում ուշադրությունը եւ կրկին ներկայացնում իրեն որպես անմեղ ու պատշաճ գործընկեր։ Դժբախտաբար Վռամը կրկին ընկնում է նրա լարած թակարդը, կուրորեն հավատալով ամեն ասածին։ Միաժամանակ ընտանեկան մթնոլորտում էլ գարուն չէ։ Անիկը, լսելով Վռամի ու Նարեի բարձր տոնով խոսակցությունը, առանց բարանելու անցնում է հարձակման, այս անգամ ուղղակիորեն թիրախավորելով Սոնային։ Նա պահանջում է իմանալ, ինչ է կատարվում, ինչու է իրենց ընտանիքում տարօրինակ լարվածություն։ Սոնան փորձում է հանգիստ մնալ և պատասխանում է, որ ինքը իսկապես տեղյակ չէ, թե ինչ խնդիր կա Վռամի ու Նարեի միջև։ Բայց Անիկը նրան չի հավատում և ասում է, որ հենց Սոնան է պատճառը բոլոր վերջին օրերի խառնաշփոթի։ Սոնան ապշած ու վիրավորված նայում է սկեսուրին, չհասկանալով, թե ինչու են իր գլխին բարդում այն, ինչին ինքը առնչություն չունի։ Եվ ի վերջո, բախումը, որ վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, իրականություն է դառնում։ Սաքոն ու Աբոն հանդիպում են, լարված, լուռ ու ծանր մթնոլորտում։ Հենց հանդիպման ընթացքում Աբոյի սեղանին դրված հեռախոսը լռությունն է խախտում։ Մուտքային զանգ։ Էկրանին վառ գրված է Լալայի անունը։ Սաքոն ակամա հայացք է գցում հեռախոսին և քարանում։ Աշխարհը նրա շուրջը մի պահ սառչում է։ Նա աչքերը մեծացնում է, չհավատալով իր տեսածին։ Աբոն էլ չի փորձում թաքցնել, ուղղակիորեն ասում է. այո, Լալան վերադարձել է, եւ ավելին, ինքը արդեն ամեն ինչ գիտի, որ հենց Սաքոն է սպանել Աշոտին։ Սաքոն անճար, անզոր, զարմացած նստում է, խլացած հարվածից։ Տարիներ շարունակ պահած գաղտնիքը, որ կարծես ջնջվել էր անցյալից, հիմա կանգնած էր նրա դիմաց ողջ իրականությամբ։ Նոր տարին դեռ նոր է սկսվել, բայց հին մեղքերն արդեն վերադարձել են իրենց գինը պահանջելու։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սաքոն, երբ հիմա արդեն վստահ է, որ Լալան վերադարձել է։ Գրեք մեկնաբանություն։